Հիմա ժամանակն է հանձնառու լինել խաղաղությանը եւ Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջան սկսել։ Ասում է ԱՄՆ նախագահը անկախության օրվա կապակցությամբ Ալիևին ուղղված նամակում, որը տարածվել է ադրբեջանական հարթակներում, Սպիտակ տան պաշտոնական կայքում այն հրապարակված չէ։ Նորից շեշտը դրվում էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, չէ՞ ասի, որ էականորեն տարբերվում էր Ռուբիոյի շեշտադրումներից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շնորհավորական հայտարարությունը կրկին Ադրբեջանի անկախության օրվան էր նվիրված։ Ադրբեջանի համար մայիսի 28-ը դա մեր սեպտեմբերի 21-ն է։ Հետևաբար Ադրբեջանին չեն շնորհավորել Ադրբեջանի ժողովրդական հանրապետության կամ առաջին հանրապետության ստեղծման օրվա արդիվ։ Շնորհավորանքները Ադրբեջանի անկախության տոնի արդիվ են։ Մանրամասնում է փորձագետը, իսկ հայտարարության բովանդակության մեջ առանձնացնում 3 շեշտադրում։ Առաջին, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների համար կարևոր է առաջին հերթին էներգետիկ անվտանգության եւ նաեւ լոգիստիկ եւ տարանցիկ ուղիների հետ կապված։ Երկրորդ, որ Միացյալ Նահանգները կարևորում է խաղաղություն Հարավային Կովկասում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղաբանակցությունները։ Եվ երրորդ կարևոր էր, որ Ռուբիոն շեշտել էր, որ Միացյալ Նահանգների համար շարունակում է կարևոր մնալ Ադրբեջանում հիմնարար ազատությունների խնդիրը։ Վերջին օրերին սա Ռուբիոյի միակ անդրադարձը չէ հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական հակամարտության լուրջ վտանգ է տեսնում եւ ակտիվ ներգրավված է կանխելու ռազմական բախումը։ Այս մասին էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ էր ասել. Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։ Կա հակամարտության իրական վտանգ, ինչը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերն ակտիվորեն ներգրավված են այդ գործընթացում, փորձելով դա իրականություն դարձնել եւ կանխել հնարավոր ռազմական միջամտությունն այստեղ։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ նմանատիպ լսումներից առաջ պետքարտուղարին բնականաբար որոշակի բրիֆինգներ են տրվում։ Իսկ այդ տեղեկանքները դա արտացոլում են Միացյալ Նահանգների, այսպես ասենք, ուղեղային կենտրոնների, պետական ոչ պետական ուղեղային կենտրոնների, այդ թվում նաև հետախուզության, տարբեր հետախուզական կառույցների ընդհանուր ներուժի գնահատականը։ Ռուբիոն արձագանքել է նաև կոնգրեսականի հորդորին ամեն ջանք գործադրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար։ Իհարկե այդ զրույցներում բանտարկյալների եւ մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն։ Բենյամին Պողոսյանի դիտարկմամբ միջազգային հանրության գնահատմամբ հիմա Ալիևի բեմադրած դատավարությունները կասեցնել հնարավոր չէ։ Իրական աշխատանք գերիների հետ կապված կսկսվի արտաքին ուժերի կողմից միայն դատավճիռների հրապարակումից եւ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, երբ տարբեր պետություններ կփորձեն հասնել նրան, որ գերիները կամ գոնե նրանց մի մասը նախագահի կողմից ներմամբ ազատ արձակվեն։ Այդ քայլի համար Ադրբեջանը մի քանի մոտիվ ունի, սկսած այն բանից, որ կբարձրացնի իր իմիջը, վերջացրած այս կամ այն պետությունից ինչ որ այլ բան ստանալու։ ԱՄՆ-ից այդ ակնկալիքները հիմա դեռ անորոշ են։ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո դեռ հանդիպում կամ հեռախոսազրույց չի եղել։ Ալիևը մի փոքր հիասթափված է, որտեղ գիտեք, ընտրություններից առաջ 24 թվականի նոյեմբերի Ալիևը գրեթե բաց տեքստով ասում էր, որ ինքը աջակցում է կամ հույս ունի, որ կհաղթի Թրամփը։ Եվ գիտեք, Ալիևը մի քանի անգամ հրապարակային ուղերձներ հղեց, որ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հասել են նվազագույն մակարդակի, որ ինքը այդ 4 տարիները համարում է այսպես ասած կորած տարիներ, բայց ինքը հուսով է, որ Թրամփի վարչակազմի օրոք Ադրբեջան, Միացյալ Նահանգներ հարաբերությունները կհասնեն ռազմավարական նոր մակարդակի։ Առայժմ մենք դա չենք տեսնում։ Միջդեռ հայ-ամերիկյան հարաբերություններում բացի հանդիպում հեռախոսազանգերից կա նաև փաստաթղթավորված ձեռքբերում։ Խոսքը 2025 թվականի հունվարի 14-ին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին է։ Եվ ավելի մենք տեսանք, որ նույն Ռուբիո-Փաշինյան հարցադրույթի ժամանակ Ռուբիոն ասել էր, որ մենք կարևորում ենք Հայաստանի դերը որպես ռազմավարական գործընկեր։ Ադրբեջան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում այդ ձեռքբերումը չկար, ընդհակառակը կային բացասական զարգացումներ, երբ օրինակ Բայդենը օգտվեց այդ 907 բանաձևի արգելքը Բայդենը չչեղարկեց։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ կոնգրեսականները հետաքրքրվել էին նաև արդյոք նախագահ Թրամփի վարչակազմը մտադիր է շրջանցել 907-րդ հոդվածը, որն արգելում է Բաքվին ամերիկյան ռազմական աջակցություն տրամադրել։
Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ, քանի որ այժմ մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է, որ նրանք համաձայնեն խաղաղության պայմանագրին, որը չի հանգեցնի հարևան երկիր Հայաստան ներխուժմանը։ Մենք ցանկանում ենք կանխել դա։ Նախագահը խիստ հավատարիմ է պատերազմները կանխելու իր խոսքին։ Բենյամին Պողոսյանի գնահատմամբ 907-րդ հոդվածի շրջանցել չշրջանցելը կլինի ցուցիչ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարի համար։ Էսկալացիան զսպող ու Ադրբեջանի հաշվարկները խառնող մյուս գործոնը ԱՄՆ-Իրան բանակցություններն են, անկախ հետագա զարգացումներից, բայց անկախ այդ զսպող գործիքների, այնուամենայնիվ Ադրբեջանը շարունակում է կրակել, նաև թիրախավորված։ Վերջինը մայիսի 29-ին է եղել, գիշերը 1-ի սահմաններում։ Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրում վնասվել է բնակելի տուն։ Մինչ մենք ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, փաստերով ցույց տալով վնասը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է լուրը։ Կամ նպատակը նա է, որպեսզի անընդհատ լինի տպավորություն, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կա զգալի լարվածություն։ Ադրբեջանի համար Հայաստանին ուղղված կրակոցները նաև առուծախ անելու միջոց են։ Պոտենցիալ քաղաքական առևտրի հիմք են ավելի խոշոր էսկալացիայից հրաժարումը ինչ որ բանի դիմաց վաճառելու համար։ Մինչդեռ ըստ փորձագիտական դաշտի այսօր Ադրբեջանին ուղղված ԱՄՆ հիմնական ուղերձն է մի դիմիր ռազմական էսկալացիայի, գոնե լայնածավալ ռազմական էսկալացիայի, որտեղ հակառակ պարագայում կարող են ոչ լավ բաներ տեղի ունենալ քո հետ։ Բենյամին Պողոսյանի դիտարկմամբ ԱՄՆ ջանքերը Բայդենի վարչակազմի համեմատ ավելի պակաս հրապարակային, բայց հենց խաղաղությանն են ուղղված։ Կիսվում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Մակգիի այցի տպավորություններով։ ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունն է շարունակելու Հայաստանի հետ գործակցությունը եւ քննարկելու հայ-ադրբեջանական բանակցությունների ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները։ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում մասնակցել է Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային համաժողովին։ Իրինա Կրշյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։